Նրա ամուսինը դավաճանում էր նրան, իսկ նա նույնիսկ աչք չթարթեց։ Մոնիկա Բելուչին աշխարհի ամենացանկալի կանանցից մեկն է։ 1990-ականներին ամբողջ Հոլիվուդը երազում էր նրա մասին, իսկ նա ընտրեց Վենսան Կասելին, Ֆրանսիայի ամենախռովարար ու անկանխատեսելի դերասաններից մեկին։ Նրանց միությունը հաճախ անվանում էին գեղեցկուհին եւ հերեշը։ 14 տարվա ամուսնություն, 2 դուստր, կյանք 2 քաղաքների միջև եւ ամուսնու դավաճանությունների մասին անverջ լուրեր։ Սակայն Մոնիկան լռում էր։ Նա չէր կազմակերպում հանրային տեսարաններ եւ չէր տալիս սկանդալային հարցազրույցներ։ Փոխարենը նա շարունակում էր դառնալ համաշխարհային խորհրդանիշ, նկարահանվելով Մատրիցայում եւ Քրիստոսի չարչարանքներու ֆիլմում։ 2013 թվականին նա հանգիստ դիմեց ամուսնալուծության, առանց կեղտոտ պատմությունների, դատական վեճերի եւ երեխաների խնամակալության համար պայքարի։ Նա պարզապես հեռացավ, ասելով մի կարճ նախադասություն. «Ինձ տղամարդ պետք չէ, որպեսզի ինձ ամբողջական զգամ»։ Մոտ 10 տարի Մոնիկան միայնակ էր։ Նա մեծացնում էր իր դուստրերին, խաղում թատրոնում եւ գեղեցիկ կերպով հասունանում, սկզբունքորեն հրաժարվելով պլաստիկ վիրահատություններից եւ կոսմետիկ միջամտություններից։ Նրանք հանդիպեցին, երբ նա 58 տարեկան էր, իսկ նա 65։ Գոթական կինոյի արքա Թիմ Բերթոնը գտավ իր թագուհուն։ Երկուսն էլ անցել էին հանրային հարաբերությունների փորձությունների միջով եւ գտել էին միմյանց այն ժամանակ, երբ այլևս ոչ ոքի ոչինչ ապացուցելու կարիք չունեին։ Մոնիկան չէր փորձում երիտասարդ երևալ եւ իր տարիքում ապացուցեց ամբողջ աշխարհին, որ արժանապատվությունը կնոջ ամենագրավիչ հատկանիշն է։ Ժամանակը ծնկի եկավ թագուհու առաջ։ Բաժանորդագրվիր մեր էջին, ավելին իմանալու համար։